Շնորհակալություն, պարոն վարչապետ, Financial Times-ը երեկ հայտնել է, որ Եվրամիությունը արտակարգ օգնություն է պատրաստում Հայաստանի համար Ռուսաստանի Դաշնության ներմուծման սահմանափակումները փոխհատուցելու համար։ Որ ժամկետների մասին է խոսքը եւ ինչ ապրանքների է վերաբերում։ Հագել մեր երկու Ռուսաստանի շուկան մատեմատիկայի փոխանցում հակառակը սա մեզ համար լավ հնարավորություն է որ դիվերսիֆիկացիա մեր կառավարությունը հարաս երբ շնորհակալ եմ եվրոպական միության ներգործողներին այդքան արագ արտադրական այդ ֆինանսական աջակցության եւ այլ գործիքներ որոնք մեր գործով մեր բյուջետային հնարավորությունները ունենալու ավելի հասցեական Ես բառացիորեն այսօր մասին է, որտեղ ամեն օր աշխատանք է տեղի ունենում եւ ամեն օր իրադարձություններ են տեղի ունենում։ Այսօր եթե հետեւել եք կառավարության նիստին, էկոնոմիկայի նախարարը նշեց արդեն այն նոր ուղղությունները, որոնցով մենք արտահանումներ իրականացնում ենք, արդեն երկրների թիվը տասնյակից անցնում է։ Ընդ որում նրանց մեծ մասը նախկինում 0 արտահանում ենք ունեցել։ 0 արտահանում պատկերացնում եք, հիմա մենք արդեն ունենք խմբականակներ եւ ոչ միայն ունենք խմբականակներ, մենք արդեն ունենք պայմանագրեր մեծ եւ երկարաժամկետ խմբականակների համար։ Ես ամենևին չէի չափազանցնում, երբ որ կառավարության նախորդ նիստում ասում էի, որ մեր մեծ ծավալը լինելու է պայմանագրերը, մեր մեծ խնդիրը լինելու է պայմանագրերը ապահովելը, որպեսզի ապրանքները մենք կարողանանք պայմանագրերին համապատասխան մատակարարել։ Որտեւ այն շուկաները, որոնք բացվել են հիմա, իրենց ակնկալիքը եւ պահանջարկը շատ ավելի մեծ է, քան մենք նախորդ շրջանում կարողացել ենք ընդհանրապես մատակարարումներ անել։ Եվ մենք պետք է մեր տնտեսվարողներին աջակցենք, որպեսզի նրանք իրենց արտադրանքի ծավալները մեծացնեն, որպեսզի երկարաժամկետ կարողանան ոչ միայն կարճաժամկետ խնդիր լուծել, այլ երկարաժամկետում իրենց ներկայությունը ապահովել այդ շուկաներում։ Ինչը Ուրեմն ես ձեզ մի բան ասեմ, որովհետև այդ հիմա ուրեմն ես ձեզ ուզում եմ ասել հետևյալը, որ բոլոր տնտեսվար, չկա այդպիսի տնտեսվարող, որը ասենք ենթադրենք ոչ մի հատիկ ծիրան նախորդողոց շրջանում չի փչանում, չկա այդպիսի բան։ Վարդելա փչանում, ծիրանելա փչանում, դեղցելա փչանում, դա արտադրական process-ի անբաժանելի մաս է։ Հիմա ուրիշ բան, որտեղ տեսնում ենք մի հատ փչացած ծիրան, դա դառնում է top news։ Այդ ծիրանը տոննաներով նախկինում էլ է փչացել։ Ոչ մեկ ուշադրություն չի դարձրել դրա վրա, որովհետև բոլորը հասկացել են, կներեք 1000 ներողություն, ձեր տանը ծիրան չի փչանում, մեր տանը ծիրան չի։ Դե տենց պրոպորցիոնալ պետք է գնալ 2 կիլոգրամ, 20 կիլոգրամ, 200 կիլոգրամ։ Ես նկատի ունեմ այդ ցիկլերի մեջ միշտ էլ այդ process կա, երբեք թափոն արտադրանք գոյություն չունի եւ տնտեսագետների ով որ մտածի անթափոն արտադրության բանաձևը կստանա բոլոր Նոբելյան մրցանակների Նոբելյան մրցանակ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար